Տարօրինակ չի, որ ԱԺ նախագահ են ընտրում բացահայտված թուրքի գործակալին, այն լամայի դեմքով Բոզիդ Ռուբինյան Ռուբենին, Գրզոյի գլխից թռնում են, իրա քածին հանում են, այդ բացահայտված դրան արդեն դաժե թուրքերը չեն թաքցնում, որ իրանց գործակալն են, դեպքում երբ որ մարդ գործակալ հավաքագրել է շատ թանկ հաճույք է, իրանք իրանց փողը պիտի ափսոսեին ու մինչև վերջ պրիզնա չկային, որ երկար օգտագործեն այս օգտագործվող կան բանին, ամենավերջի ԿՊԱ-ականն էլ գիտի, որ սա թուրքական գործակալ է, դաժե Չալոն գիտի, որ էսի թուրքի գործակալ հավաքագրվել է Թուրքիայում, չնայած Չալոն ինտելեկտով լիքը ԿՊԱ-ականներից բացրով կա ամենավերջի անասունով դրանց մեջից, երևի Պապույան Գևորգից անասուն կա դրանց մեջ, այն էկոնոմիկայի նախարարը, որ մինչև 5 հաշվել չգիտի 4-ից հետո խառնվում է իրար, Հիմի եթե սրան Նիկոլնա նշանակ է, տարօրինակ չի, որ համ ԱԺ նախագահն է թուրքի գործակալ, համ Արաբաթ Միրզոյանն է թուրքի գործակալ արտաքին գործերի նախարարը, Արաբաթ էր ով մեգա էր, որն էր մեկը հայկական էր, մեկը բան էր, չնայած Նիկոլն էլ էլի պակասը չի, դրանց մեջ է շակալ մականունով գործակալն է ինքն էլ, իսկ եթե ընտրել են, ուրեմն շատ են դրանք, որ իրանց մեջից մեկին են ընտրել, ասենք Գրզոյի քածին չեն ընտրել, ով չէին ուզենա Գրզոյի այդ վատամարդունը, չէ, վարկա տալի բան անում, տարօրինակ չի, որ այդքան շատ են թուրքի գործակալները, որ դաժե իրանց մեջից մեկին էս հիմար, էս Բոզիդրեն ոչ ուղեղ ունի, ոչ ինչ-որ մի բան ունի, ոչ մի արժանիք, իրա միակ արժանիքը Թուրքիայի գործակալ լինելն է, всё, Թուրքիայի ներկայացուցիչն է ԱԺ-ում, հակառակ դեպքում սրան խիպտ ընտրեին, տարօրինակ չէ սա ամենը